երբ որ դպրոցում տարերը նոր ավարտում էինք կամ ավարտել էինք, կրոնի ուսուցչուհի ունեինք Ինկեր Հովհաննիսյան։ Եվ ասեց գրեք 2 տողով համառոտ ով ինչ է ուզում դառնալ։ Վստահաբար Աստծո ներգործությամբ գրեցի ուզում դառնալ հոգևորական։ Եվ սա եղավ իմ կյանքում ամենաճիշտ որոշումը եւ կանչեց ինձ ուսուցչուհին, գնացի Օշականի եկեղեցի, շապիկ հագա Ապանի ժողովուրդը միշտ տարբերվել են իրենց հավատքով եւ աստվածասիրությամբ, մինչեւ այստեղ գալիս էլ իրենց մասին շատ լավ իմացել եմ իրենց հավատքի մասին եւ հիմա էլ այստեղ ծառայելով ամեն անգամ Աստծուն փառք եմ տալիս, որ ինձ համար պատիվ է նման ժողովրդին ծառայել, Աստծուն ծառայել, նման համայնքում ծառայել։ Սուրբ Երեցի անունքով, եկեղեցի արքայությունքով, ամուր համայնք ունենք, ամենօրյա եկեղեցի հաճախող, եկեղեցու կողքին քանեք, կողքին կանգնող, ամեն կիրակի պատարագում ենք տարբեր համայնքներում, որտեղ որ ունենք եկեղեցիներ։ Եղիցի անունք Յարդորտյալ Հավիտյան, Զիարաշքան Զարևե անուն նորա։ Ին աորնեսին ամենանաս երկրի եւ ամենանանձին գերանից են նմա։ Երբ որ ես ճեման ավարտեցի, ես որոշել էի դառնալ կուսակրոն։ Ճեման ընդունել եմ այս մտքով եւ անգամ ավարտել եմ այս մտքով։ Փառք Աստծո, այժմ որպես ամուսնացյալ քահանա եմ եկեղեցում ծառայում։ Եվ երբ որ ինձ հարցրեցին, ասացի, որ արդեն ընկերի ունեմ, նշանվել եմ, պետք է ամուսնանամ, մի խոսքով, հետո արդեն դիմում տվեցի քահանայության համար, մեր եկեղեցու սրբազան հայրերը շատ մեծ ուրախությամբ ընդունեցին իմ որոշումը։ Միշտ վեհապար հայրապետն է ասել, որ քահանայի դերը մեր եկեղեցում ավելի կարևոր է։ Ամուսնացյալ քահանան ավելի է անում, քան մենք պատկերացնում ենք։ Ես դա միշտ լսել եմ հայրապետի շուրթերից։ Միշտ չդնեմ նոր կարտոֆիլը։ Հա։ Երբ ամուսնացա իմ կնոջ օգնությամբ, խոհանոցում հմտացա, այո, եւ միասին մենք փորձում ենք հաճախակի պատրաստել, ժամանակ անցկացնել։ Եկեղեցում սկսել եմ ծառայություն բերել մոտավորապես 25 տարի առաջ, դպիր եւ հիմա այժմ օծված հոգեվորական եւ երբևիցե եկեղեցու ներսում ես չեմ լսել եւ չեմ տեսել հալածանքի մասին խոսքեր, ճնշման ինչ որ գործեր, արարքներ, միայն տեսել եմ փոխադարձեր, հարգանք, հայրաբար խորհուրդներ, միշտ տեսել եմ ընտանիք գաղափարը եւ հիմա էլ եկեղեցուց ստացած դաստիարակությամբ ընտանիքի մասին ճիշտ պատկերացմամբ, հիմա էլ այս ամենը ես բերել եմ նաեւ իմ ընտանիք եւ իմ ընտանիքն էլ որպես փոքր, հա, եկեղեցու օրինակ նաեւ ես առաջնորդվում եմ սիրո կարգախոսի հիման վրա։ Դե ինչ ես նայում։ Մուտիկ ես նայում։ Կանոն ազգանունը ո՞նց է սա։ Սարա Գևորգյան ինձ համար իմ որպես Տեր Մաղաքիա կայանալու այս ուղիում ամենամեծ դերը ունի իմ Աստված, իմ եկեղեցին եւ իմ եկեղեցու առաջնորդները եւ ես որ հիմա այժմ այս տան մեջ բնակվում եմ ընտանիքի հետ միասին, սա էլ սրբազան հոր կողմից տրված ինձ բնակարանն է, Մայաթոս ու Պեչմիածնի, ավելի ճիշտ, որտեղ ես բնակվում եմ եւ ծառայում եմ ապարանում եւ ինչ հարցով որ ես դիմել եմ իմ թեմիս առաջնորդին, երբևիցե անպատասխան չի մնացել։ Си папана кучу ժամանա։ Դի դու։ Си папана։ Ես է։ Նայ, դե կուչուր եմ այստեղ, նայ։ Եկեղեցին Աստված է հիմնել
Եվ ինչպես ավետարանում ասում է, վեմն է եւ ով այդ վեմին բախվի, կփշրվի, այնպես որ ովքեր որ այժմ ունեն համարձակություն եկեղեցու դեմ կռիվ տալու, թող իմանան, որ մի օր փշրվելու են։ Եթե մենք քահանա ենք դառնում, եթե մենք քրիստոնյա ենք, առավել եւս օծված հոգևորական ենք, մենք սվում ենք սուրբ գրքից։ Ամեն օրը մեր կյանքում պետք է լինի սուրբ գրքով առաջնորդվելու օր։ Մեր սուրբ գիրքը ինչ է ասում, հա? Ասում է քո աչքի մեջ գերանը նկատիր, նոր դիմացին շուղը նկատիր, կամ հանիր, կամ նկատիր։ Այսինքն ասող մարդը ծածկում է իր բազում մեղքերը եւ ուզում է այդ մեղքերը իր վերագրել ինչ-որ դիմացի մարդկանց։ Խոնարհ գտնվի, դու ունես ծառայություն, դու ունես համայնք, ունես տարածաշրջան, ունես առաջնորդ, ծառայիր քո համայնքում, մարդկանց հոգիները փրկիր, քո անձի հետ մի կապիր եւ մնա հնազանդ քո առաջնորդներին։ Եթե ես չեմ ճանաչում նման առաջնորդ եւ առավել եւս ազգիս հայրապետը, որ երբ որ լսի ինչ որ խոսք իր քահանայից, վստահաբար, այսինքն եթե քահանան մոտենա եւ դիմի վեհապարին, որ վեհապար ունեմ ինձ հուզող հարց, վեհապարը մեծ սիրով հայրաբար կլսի իրեն։ Մեծ սիրով։ Երբեք մեզ չեն ասել, որ նկատեք անարդարություն, լռեք, հանդուրժեք, ոչ։ Ասել են, նկատում եք խնդիր, նկատում եք ինչ որ մի թերություն, ասեք։ Ուրեմն ապարանում սա ընդունված բան է, որ ամեն կարտոֆիլի բերքահավաքի ժամանակ ժողովուրդը փուր է ասում, այսինքն վառում ենք, գոմաղբը վառում ենք, հա, կամ աթարը, չգիտեմ, ո՞նց են ասում, հա, վառում ենք եւ պատրաստում ենք, կարտոֆիլ ենք մեջը գցում եւ եփում ենք, սա ավանդական իրենց կերակուրներից մեկն է։ Ես առաջի անգամ երբ որ եկա այստեղ նայեցի, զարմացա, թե ոնց կարող է մարդ ուտել, բայց հիմա դարել է ինձ համար ամենասիրելի ուտելիքներից մեկը։ Հիմա միասին կպատրաստենք, ձեզ կհյուրասիրենք, տեսնեք մեր նաև համը, այստեղի կարտոֆիլի եւ նաև փռի։ Այդպես մասնագետ չեմ, բայց կփորձեմ, պատրաստել եմ մի քանի անգամ, բայց կփորձեմ հիմա ոնց են անում։ Ստե մի փոքր Արեք ասեք, ճիշտ եմ անում, սխալ եմ անում, չգիտեմ։ Սվերցեք երեխեք ջան։ Ոնց որ թե արդեն մասնագիտացել եմ։ Երբ որ մարդ ընկնում է նավից, սուզվում է կամ մեղքի մեջ է հայտնվում, չի ուզում միայնակ այդ մեղքի մեջ, հա, տապակվել, ուզում է իր հետ մարդ տանել, կամ երբ որ տեսնում է, որ այս թեմը եւ մեր եկեղեցին ամուր են եւ հայրապետի եւ իրենց առաջնորդների կողքին են, ուզում է ամեն կերպ պարակտում մտցնել, հա։ Չարը ինչպես է գործում։ Չարը փորձում է ընտանիքի մեջ պարակտում մտցնել, ամուր հիմքերը թույլատրել, որպեսզի հեշտ կործանվի եւ հա, այս կամ այն կողմ թեքվի։ Դրես ընդեր քանդի, որ կարտոֆիլ հանես։ Արի այստեղ վերցրու, արի, բեր, այստեղ կարտոֆիլ կա։ Քանդենք իրար։ Այդպես չի։ Բայց չկար կարտոֆիլ։ Հեսա, տեսար։ Ահա։ Վերցրու։ Այ ու բարի կատակը ուտե։ Հա, դե այ։ Այդ տեսնեմ։ Անա դեկա։ Հենա։ Դե վերցրու։
երբ որ տան մեջ իր զավակը անում է մի բան, որը որ իրեն վնասում է, այդ ընտանիքի հայրը ունի իր առջև դրված պարտականություն, որպես հայր իր երեխային սաստելու։ Դանակը սուր է, մի վերցրու, կրակը վառում է, մի դիպչիր։ Նույն ձև էլ թեմիս առաջնորդը ունի եկեղեցուց տրված իշխանություն իրեն, թեմի մասին հոգ տանելու։ Եվ մեզ, եթե մենք սխալ ընթացքի մեջ ենք, դուրս բերելու, ուղղելու եւ ճշմարտության վրա դնելու։ Դա չպետք է մենք որպես պատիժ նայենք, որպես խրատ նայենք, որպես սրբազան, որպես առաջնորդ, որպես հայր, ով ուզում է իր զավակին ճիշտ ուղու վրա դնել։ Ուրեմն պետք է մենք միշտ իմանանք, թե մենք ով ենք եղել, ուր ենք հասել եւ ում ենք պարտական մեր այսօրվա կարգի, դիրքի եւ անվան համար։ Պապաս, Ջանաս, ես ուզում եմ ջայ։ հեսա կտամ տղես, սպասի, տղա։ Սպասի։ Ուտես կարտոֆիլան, հացիկով կարտոֆիլ։ Ջայ չէ։ Ու դա կապ։ Անուշ լինի։